2015 թվականին քաղաքական ուժերից մեկի հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունները անհետևանք չմնացին։ Այդ թվականից ի վեր Հայաստանը թևակողել է համընդհանուր ապաթիայի եւ հիասթափության շրջան։ Քաղաքական միտքը, խոսքը նահանջել է իր տեղը զիջելով ծայրահեղական եւ մարգինալ ուժերին եւ գործողություններին։ Վիճակը դեռևս շարունակում է մնալ ճգնաժամային։ Ելք դաշինքը վիճակը փոխելու, հիասթափության էջը շրջելու բացառիկ հնարավորություն է։ Տարին այս պահին ամփոփելու ենք իմ լավ բարեկամի Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Ելք դաշինքի համահիմնադիր, Ազգային ժողովի Ելք դաշինքի падգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան, եւ շնորհավոր գալիք ամանոր։ Ես վստահ եմ, որ անցնող տարին ձեր կուսակցության համար, ձեր դաշինքի համար իսկապես բեկումնային էր։ Տեղի ունեցան ընտրություններ, այդ համընդհանուր ապաթիայի, այդ համընդհանուր հիասթափության ֆոնին եւ հենց ձեր երեք քաղաքական ուժերին, առաջնորդներին վիճակվեց ինչ որ իմաստով նաեւ մեր հանրությանը, մեր հասարակությանը ցույց տալ, որ կա ելք, կա այս համընդհանուր անօգնական վիճակը բեկելու, ճեղքելու հնարավորություն։ Բայց պետք է հավանաբար նաև համաձայնեք, որ հիասթափությունը շարունակում է դոմինանտ մնալ եւ ձեր զգացողությունները ինչպես պետք է փոխենք այս իրավիճակը։ Շնորհակալություն, ես նույնպես միանում եմ նախապես շնորհավորանքներին, առաջինը մի խմբագրակազմին եւ բոլոր լրագրողներին, մեր գործընկերներին, ովքեր անդադար լուսաբանել են թե մեր գործունեությունը, թե ընդհանրապես քաղաքական անցուդարձը։ Ես պետք է ասեմ, որ իրապես մենք կարողացանք ճեղքել այդ հուսահատության մթնոլորտը, մարդկանց կոչերը, որ պետք է անպայման զենք վերցնել եւ դուրս գալ քաղաքացիական պատերազմի եւ այնպիսի դեստրուկտիվ կոչեր, որ մենք լսում ենք եւ դեռևս լսել ենք եւ դեռևս լսում ենք հիմա, գիտեք, դա ըստ էության մի կողմից հիասթափեցնող է եւ մյուս կողմից նաեւ մեզ նոր ուժ ու եռանդ է հաղորդում, որ պետք է շարունակել պայքարել խաղաղ միջոցներով փոփոխությունների հասնելու համար։ Եվ ելք դաշինքը, այո, այդ շատ վատ բարդ ժամանակահատվածում ձևավորվեց եւ մեզ հաջողվեց ճեղքել այդ հուսահատության մթնոլորտը եւ 120,000-ից ավելի քաղաքացիների հույս ներշնչել, որ այո կա ելք եւ կա հնարավորություն եւ պետք է այդ հնարավորությունից օգտվել եւ հասնել փոփոխությունների համառ աշխատանքի ճանապարհով այս ընթացքում տեսեք մեզ ինչ են ասում, մեզ ասում են, հա դուք մեկա որևէ բան չեք փոխում, դուք ճիշտ է, դուք հուսահատուցնում եք, դուք որևէ հույս չեք ներշնչում, դուք ամեն ինչ անում եք, որ չգիտեմ, լեգիտիմացնեք, այսինքն այն հին ընդդիմությանը ուղղված այդ հին բաները, ձևակերպումները դեռևս ուժի մեջ են մնում։ Եվ մենք փորձում ենք մեր քաղաքական մոտեցումներով այդ մշակույթը փոխել, կոտրել այդ կարծրատիպերը եւ ասել, որ հնարավոր է այդ փոփոխություններին հասնել, բայց միևնույն ժամանակ մենք ասում ենք հետեւյալը, որ մենք ունենք հնարավորություն փոփոխություններին հասնելու, որը սահմանափակ է այս պահին։ Ինչու է սահմանափակ, որտեղ մենք սահմանափակ հնարավորություն ենք ստացել ձեզանից, սիրելի քաղաքացիներ։ Եվ երբ որ մենք դա ասում ենք, մարդիկ միգուցե նրանք ովքեր որ մեզ չեն ձայն տվել կամ այդ օրերին չեն գնացել ընտրությունների, մի փոքր նյարդայնանում են, դա ինչ որ շոկային բան է, բայց մյուս կողմից դա նոր հնարավորություն է բացում, որ ապագայում մարդիկ մի 10 անգամ մտածեն ավելի պատասխանատու ցանկացած քվեարկությունից առաջ պատասխանատու, որովհետև գոնե ընտրական ինստիտուտը Հայաստանում այնպես էր ոչնչացվել, որ մարդիկ գուցե այս ընտրություններին իրենց եւ Երևանի ընտրությունը նաեւ լավ օրինակ է, որտեղ որ ասում են գիտեք դե մարդկանց պետք չի մեղադրել, մենք որևէ մեկին չենք էլ մեղադրում, որտեղ ասում են դե գյուղերում գիտեք սովա խայտարակ վիճակ, բան ես Երևանի օրինակն եմ բերում, որ լավ միջին խավը ամենաշատը Երևանում է ապրում, հա, միջին խավի ունեցած հնարավորությունները կամ ասենք ընտրակաշառքների ազդեցությունից, գայթակղությունից ավելի զերծ լինելը, հա, եւ նայում ենք Երևանի ընտրությունների արդյունքները, մոտավորապես 60%-ից ավելի ձայն գնացել է հանրապետական կուսակցությանը, ասենք Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրություններում։ Այսինքն ասել, որ մենք հնարավորություն չենք ստեղծել օգտվելու այդ հնարավորությունից եւ ինչ որ բան փոխելու, դա բնականաբար անարդար է։ Ասել, որ բավարար չի եղել այդ հնարավորությունը եւ կարող է միգուցե ավելի շատ բան կարող էինք անել, չգիտեմ ինչպես պետքա քարոզարշավը անենք, մեր ունեցած սուղ ռեսուրսով, միգուցե կարող է տեղին լինի, բայց այսինքն մենք
ունեցել ենք այնքան հնարավորություն, որքան տվյալ պարագայում հնարավոր է եղել քաղաքական իրավիճակում եւ դա մաքսիմալ կապիտալիզացրել ենք։ Հիմա եկել է մի ժամանակահատված, որ Հայաստանը գտնվում է անցումային ժամանակաշրջանում։ Խոսքը գնում է իբր թե կիսանախագահական համակարգից դեպի իբր թե խորհրդարանական համակարգ։ Եվ ինչ ենք մենք ասում։ Մենք ինստիտուցիոնալ հարց ենք բարձրացնում։ Եթե Հայաստանի ներքին լսարանին, մեր քաղաքացիներին, արտաքին լսարանին, Հայաստանի միջազգային գործընկերներին տրվել են ուղերձներ, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր, ուրեմն դուք պետք է այս ռեֆորմները կատարեք։ Եթե ոչ, ապա դուք դարձնում եք վարչապետական երկիր։ Եվ վերջին 1 ամսվա գոնե կարող եմ ասել, հռետորաբանությունը ամբողջ հենց իմ վկայությունն է։ Մենք դրա մասին ենք, անդադ մենք այդ կետին ենք խփելու եւ մենք հասնելու ենք նրան, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն, որովհետեւ եթե դա տեղի չունեցավ, մենք ավելի վատ իրավիճակ ենք ունենալու։ Ես անընդհատ իմ մտքում Եվ դուք տեսնում եք քաղաքական մեծամասնության մոտ պատրաստակամություն չենք տեսնում, դրա համար հենց հարվածում ենք այդ կետին, որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնությունը համակեցության անցել է այդ բարդ շրջանը եւ հիմա ուզում է վայելի, եւ հիմա ուզում է ասել, որ դե բան հիմա պատկերացնենք համանությունը չի փոխվել։ Դեկտեմբեր ամիսն է, դեկտեմբերի վերջն է հիմա, հա, եւ 17 թվականն է։ Ինչ էր մեզ սպասվում, պետք է լիներ շատ բարդ, շատ լարված նախընտրական տարի, նախագահական ընտրությունների նախընտրական տարի, լարված, ճամբարները բաժանված, եւ դա հիմա վերածվել է այդ համանդրության շնորհիվ։ Բայց կա խորհրդարան, որի վրա դրված է այդ բեռնու պատասխանատվության հեղինակներից մեկը գոնե չի թաքցրել, որ ունեցել են այդպիսի նպատակ։ Երկիրը զերծ պահել կատակլիզմներից, դրական, այո, այն միակ թերևս այսպես առանձնահատուկ լարում առաջացնող ընտրությունից, որը մշտապես հենց նախագահական ընտրությունները, բայց դա ֆիքսել են, դրանից ինտրիգը չի նվազել, առաջիկայում ընտրություններ են, նախագահական ընտրություններ, ըստ էության կարող են արձանագրել որպես որ Բարգավաճ Հայաստանը մերժել է ձեզ աջակցել։ Այսօր հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, որ չեն առաջադրելու տեխնացու եւ եթե չեմ սխալվում, նաեւ ասել է, որ չի ստացել մեզանից նամակագրություն, բայց գրությունը մոտ 10 օր առաջ ուղարկվել է եւ անհնար է չհասներ ԲՀԿ խմբակցություն։ Ամեն դեպքում, այսինքն ակնհայտ է, որ եթե Բարգավաճ Հայաստանը չի մասնակցում խորհրդարանում ընթացող նախագահի ընտրություններին, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն կունենա միակ տեխնացուն նախագահի ընտրություններում։ Դա կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում կամ չկա ընդդիմություն բացի ելքդաշինքից, կամ կա ելքդաշինք ընդդիմություն ու կա Ծառուկյան դաշինք, որը չի ընդդիմանում, այսպես ասեմ, հա, որը ալտերնատիվ չի առաջարկում, որը այլ ընտրանքներին չի միանում։ Մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք մենք ունենք նախագահի տեխնացու Արտակ Զեյնալյանն է։ Ծառուկյան դաշինքը կարող էր ասել մենք էլ ունենք նախագահային տեխնացու։ Եկեք քննարկենք։ Պողոս Պողոսյանն է, եկեք քննարկենք, Պողոսը ավելի լավն է։ Բայց իրենք ասում են, չէ, մենք Պողոս Պողոսյանին է չունենք։ Չկա Պողոս Պողոսյան։ Կա Արտակ Զեյնալյան, որին չենք ուզում աջակցել, որ պաշտոնապես գրանցվի որպես նախագահի տեխնացու, եւ ՀՀԿ-ն կունենա նախագահի տեխնացու ՀՅԴ-ի հետ միասին, որը այս պարագայում շանս ունի առաջին քվեարկությունով ընտրվելու։ Իսկ եթե ԲՀԿ-ն առանձին տեխնացու առաջադրեր, այդ հնարավորությունը չէր լինի։ Այսինքն մենք կամած գնալով արձանագրում ենք, որ 6-րդ գումարման ազգային ժողովում նաև կա խնդրեմ քաղաքական ուժերի դասավորության եւ նրանց հայտարարած հրճակած սկզբունքների ու կատարած գործունեության հետ կապված, որովհետեւ մենք խորհրդանում փաստորեն չունենք 40 ընդդիմադիր մանդատ։ Փաստորեն սկսում ենք ֆիքսել, որ քանի գնում սկսում ենք համոզվել դրանում, որ փաստորեն ընդդիմադիր գործունեության խնդիր կա այստեղ, խնդրեմ կա։ Եվ սա պետքա կարծում եմ հանգուցալուծվի հունվար ամսին, եթե ոչ այս օրերին, հաստատ այսօր մի քիչ հանգուցալուծում տրվել է այդ հայտարարությամբ, բայց պետքա գանք վերջնաարդյունքին, այսինքն լավ, պետքա հասկանանք վարչապետի տեխնացու էլ չունեք դուք, թե ՀԿ-ի հետ ունեք մեկ վարչապետի տեխնացու, արդյոք կուզենաք ելքի այդ վարչապետի տեխնացու առաջադրել։ Սրանք հարցեր են, որ հենց հիմա ես այդ հարցազրույցից տեղեկանալով դա իմ մոտ առաջացել են, այսինքն մենք դաշինքում էլ չենք քննարկել սրանք, բայց սրանք լուրջ քննարկման առարկա են դառնալու եւ սա կարծում եմ լուրջ հետեւությունների ու հետևանքների տեղիք է տալու խորհրդարանական մեր գործունեության հետ կապված, որովհետեւ եթե այդպես է, մենք իմ կարծիքով պետք է վերանայենք մեր մոտեցումները խորհրդարանական գործունեության հետ կապված, մեր հարաբերությունները խորհրդարանական խմբակցությունների հետ կապված, այո, մենք պետքա ֆիքսենք ուրեմն մի քանի իրավիճակներ պետքա ֆիքսենք, ասենք ուրեմն այստեղ ջրբաժան կա, այս գիծը պետքա այստեղ քաշենք։
ես ուրիշ տարբերակ որտեվ չգիտեմ։ Այսինքն եթե իրենք ասեին ունենք տեխնաց ու եկեք դուք էլ մերի միացեք կամ դրանք ուրիշ քննարկումներ են։ Բայց չենք միանում ձեզ եւ մենք չունենք տեխնացու, դա նշանակում է մենք ՀԿ-ի տեխնացուին ենք ընտրելու, էլի, բայց ուրիշ ինչ են անելու։ Գա բոյկոտ են ընտրությունները։ Այսինքն հենց հիմա ուղղակի ես այս բարձր մտածում եմ եւ ասում եմ որ սա խնդրեմ է։ Ես արդեն ֆիքսում եմ որ սա խնդրեմ է։ Եվ գնալով առաջ պետք է ասեմ հետեւյալը, որ խորհրդանական կառավարման համակարգում մենք արդեն ֆիքսել ենք բազմաթիվ խնդիրներ, որ անցումային շրջանում սահմանադրական օրենքները չեն գալիս իմպլեմենտացնելու խորհրդարանի լիազորությունները, խորհրդարանին չեն տրվում նոր մեխանիզմներ եւ խորհրդարանը բավարար լծակներ չի ունենալու փոխզսպելու եւ հակակշռելու իշխանությանը, որտեղ պարլամենտական տրամաբանության մեջ այլևս ոչ թե խորհրդարան կառավարությունն է, այլ քաղաքական մեծամասնություն եւ ընդդիմություն է, որտեղ քաղաքական մեծամասնության կողմից ձևավորած կառավարությունն է իր վարչապետով, կա նախագահ, որը ունի լիազորություններ, որը ներկայացուցչական է, եւ կա խորհրդարանական ընդդիմություն։ Եվ այսօրվա նման, երբ որ իշխանությունները շատ ծայրահեղ դժգոհ են, ասենք որ ընդդիմությունը հնարավորություն ունի 20 րոպեն միջուն վերցնելու։ Դա ինչ խայտարակ հնարավորություն դուք ունեք։ Մենք ձեզ կզրկենք այդ հնարավորությունից։ Այսինքն այսօրվա միտումներն ու մոտեցումները դրանք բնավ չեն խոսում խորհրդարանական կառավարման եւ խորհրդարանական պետության տանող ճանապարհի մասին։ Այսինքն տարին ամփոփելով մենք կարող ենք արձանագրել, որ այս մարտիկ խորհրդարանական կառավարման տեսլական չեն ունեցել, երբ որ ռեֆորմ արել են, ու չունեն այսօր, այսինքն այսօր ֆիքսել են, որ իրանք հանգիստ ապրում են, չկա ջրբաժան, չկա նախագահական ընտրություններ, չկան վայրիվերումներ, ուզում են վայելել այդ հանգիստը, բայց ես ուզում եմ զգուշացնել, որ այդ հանգիստը կարող է վերածվել քաոսի, որովհետև երբ որ այդ քաղաքական process-ները չեն գնում դրսում, չեն գնում խորհրդարանում, դրանք նորից սկսվելու են գնալ դրսում եւ այլ տեղերում։ Իսկ խորհրդարանում ինչու չեն կարող գնալ կամ ինչու չի ստացվում խորհրդարանում վարել դա, կրկնում եմ, որովհետև սահմանադրական մակարդակից դեպի սահմանադրական օրենքներ եւ այլ սահմանադրությունը կիրարկող օրենքներ չեն իջեցվում համապատասխան մեխանիզմներն ու լծակները։ Եվ չմոռանամ նաեւ շեշտել, որ 6-րդ գումարման խորհրդարանը սկսեց իր գործունեությունը խորհրդարանական հանձնաժողով կրճատելով, որի միակ նպատակն այն էր, որ ելք դաշինքին չունենա խորհրդարանի նախագահի պաշտոն հանձնաժողովի մակարդակում, որը ասենք ոչ մի բան է մեծ հաշվով, ես ինչ էլ չի, բայց իրանց վախերը, իրանց ֆոբիաները դրա հետ կապված ուղղակի ցցուն են եւ ակնհայտ։ Որոշ քաղաքական ուժեր կամ իրենց այդպիսին հրճակած գործիչներ իրենց գործունեությունը բացառապես եւ հաջողության հասնելու իրենց պատկերացումները փողոցային գործողությամբ են պատկերացնում եւ տեսնում եւ իրենց համար այսպես ժամկետ են նշել նաեւ վարչապետի ընտրությունը, կասկածներ կան, որը արդեն գրեթե համոզման է հասնում, որ Սերժ Սարգսյանը ուրեմն կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետ եւ բնականաբար արտախորհրդարանական շատ ուժեր, գործիչներ, ովքեր ինչ որ առումով սերտ առնչություններ են ունեցել 2016 թվականի հուլիսյան հայտնի գործողություններին, կարող են բավական ակտիվորեն փողոցային այսպես շարժումներ առաջ բերել։ Ինչպես եք վերաբերում։ Գիտեք, դա ասվել է նաև ընտրություններից հետո, հենց անմիջապես հետո ասվում էր, որ այն ուժերը, որոնք չէին անցել, ասում են, որ մենք չենք բացառում խորհրդարանական ընտրություններից հետո, որ սա տեղի չունեցավ, հա, փողոցային պայքար, չի բացառում, որ փողոց դուրս կգանք եւ այլն։ Այսինքն նման հայտարարություններ շատ են արվել, բայց ես պետք է մի բան ֆիքսեմ, որ Հայաստանի քաղաքական համակարգը հիմա բավականին փոփոխությունների է ենթարկվել։ Եվ Հայաստանում փողոցային պայքար կարող է լինել, եթե ելքդաշինքը դա սկսի։ Եթե ելքդաշինքը չիրականացնի փողոցային պայքար, Հայաստանում փողոցային պայքար չի լինի։ Այսինքն այսօր ելքդաշինքից է կախված ցանկացած տեսակի պայքարների ձևաչափերը եւ տրամաբանությունը, որովհետեւ հետընտրական process-ներ, որ Հայաստանում չեղան, դա չեղան նրա համար, որովհետեւ ելքդաշինքը դա չարեց։ Այո, ճանաչեց ընտրությունները։ Մենք չարեցինք հետընտրական process-ներ, դա համար չեղավ։ Այսինքն մնացածները, որ ասում էին, իրենք ոչ թե չարեցին, այլ չկարողացան, այսինքն չկար այդպիսի հնարավորություն։ Ստացած քվեները, ձայները թույլ չէին տալիս այդ։ Հնարավորություն կար, մենք կարող էինք դա անել, մենք դա չենք արել, ինչու, որովհետև մենք ֆիքսել ենք, որ քաղաքացին տեղամասում որոշել է։ Արդեն ինձ
շատ այնտեղ քիչ հետաքրքիր հանգամանք է մնացել, որ փողով է գնաց է, բան ինչ որ մեկն է հարևան վաճոնը ասե բան, դա ինձ արդեն չի հետաքրքրում։ Մենք հնարավորություններ ենք ստեղծել տեղամասում, որ դու քաղաքացի ազատ քվեարկես։ Մենք ունեինք վստահված անձդիտորդ ունեինք։ Դու կարող էիր քվեարկել գաղտնի, կարող էիր, դու չես քվեարկել գաղտնի, չէ։ Բա փողոցային ինչ պայքար մղենք։ Կամ ինչ երաշխիք կար փողոցային պայքարը սկսեինք, այն մարդիկ, ովքեր փող էին վերցրել, գալու էին հետներս պայքարեին։ Այսինքն մենք այդ ամեն ինչը քննարկել ենք ու դրա համար չենք արել։ Բայց դա չի նշանակում, որ եթե վաղը մյուս օրը մենք քննարկենք եւ հասկանանք, որ իրավիճակն այլ է եւ կան են քաղաքացիները, որոնք որ փոփոխությունների ճանապարհը տեսնում են այդ ճանապարհով։ Եվ փոփոխությունների մյուս բոլոր ճանապարհները սպառված եւ փակված են, ինչի մասին ես նոր խոսեցի, ապա բնականաբար կրկնում եմ 5 պակաս կլինի։ Եվ ավելին ասեմ, որ ասում եմ քաղաքական համակարգը փոխված է, սա միանշանակ իմ համոզմունքն է, որ ընդդիմադիր դաշտում բոլոր process-ները տեղի կարող են ունենալ, եթե ելքդաշինքը դա անի։ Եթե ելքդաշինքը դա չանի, տեղի չեն ունենա։ Այսինքն ամեն ինչ պայմանավորվելու է այսուհետ ելքդաշինքով, որովհետև այդպիսին է այսօրվա քաղաքական համակարգը։ Եվ այս պահին մենք խորհրդարան մտնելուց հետո, Երևանի ընտրություններից եւ նաեւ հետո մեր ջանքերը, մեր ներուժը, մեր էներգիան, մեր ինտուզիազմը, մեր տեսլականը մենք թե ուղղված է եղել, որպեսզի այդ էներգիան տեղափոխեք խորհրդարան եւ խորհրդարանում տեղափոխել ենք խորհրդարան, այսինքն տեղափոխել ենք այնտեղ, որտեղ ռեալ կարող ենք աշխատել եւ ռեալ կարող ենք կարողանում աշխատել։ Պաշտոնապես ներկայացնել։ Գիտեք, աշխատել ասելու տարբերություններ կա։ Օրինակ կարողացել ենք Հայաստանի արտաքին քաղաքական մեր տեսլականը ձևավորել խորհրդարանում, ես կարծում եմ կարողացել ենք ձևավորել։ Տվել ենք այդ ուղերձները թե ներքին լսանին, թե արտաքին լսանին, տվել ենք ուղերձները, այսինքն սա աշխատանք է։ Կարող էինք ընդունել օրենքներ, ոչ չէինք կարող, որովհետև չունենք ձայներ այդքան։ Այսինքն մենք աշխատել ենք մեր ունեցած մեխանիզմների շրջանակներում եւ բնականաբար այս խորհրդարանը նաեւ մի կողմից հանգստություն ներշնչող խորհրդարան է իշխանությունների, մյուս կողմից պրոբլեմատիկ խորհրդարան է ինքը լինելու, որովհետև ինչքան որ գնաց եւ մնաց մենք ֆիքսեցինք, որ ունենք իրավիճակ, որ ուժերը ակտիվ չեն լինելու, հա, մեծ սեգմենտներ մնալու են пассивության մեջ, խորհրդարանական, դա խնդիրներ էր առաջացնելու, թե խորհրդարանի ներսում, թե դրսում։ Ես կարծում եմ սրա մասին պետքա բոլորը մտածեն, որովհետև խորհրդարանական համակարգը ինքը հենց այնպես բան չի, այսինքն չգծեցիր ու մնաց էլի այդ 5 տարվա կտրվածքով բավականին տրանսֆորմացիաներ կարող են տեղի ունենալ, ամեն օր կարող են վարչապետներ փոխվել եւ մենք էլ անընդհատ ֆորս մաժորների այսպես մենք էլ քնած չենք լինելու էլի, այսինքն մենք էլ քնած չենք, որ այդ իրավիճակներն ու այդ հնարավորությունները բաց թողնենք։ Մենք ամեն ինչ անելու ենք այդ փոփոխություններին հասնելու համար։ Արևմտյան դեսպանները, առավելապես Պյոտր Սվիտալսկին եւ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, քանիսս խոսել են կոռուպցիան որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնացող երևույթ։ Մատնանշել են կոնկրետ անելիք Հայաստանի իշխանության համար եւ բազմաթիվ կշտամբանքների են ենթարկվել, ընդհուպ միջև որ մեր ներքին գործերին մի խառնվեք եւ այլն։ Ձեր ինչ գործն է, որ մենք որից հետո վերջապես Սերժ Սարգսյանը արձանագրեց, որ կոռուպցիան հատուկ քննչական ծառայության տարեվերջյան այդ հանդիպման ժամանակ նշեց, որ կոռուպցիան իսկապես ազգային անվտանգությանը սպառնացող արատ է։ Միացյալ Նահանգները վերջերս պատժամիջոցներ սահմանեց քրեական հեղինակությունների, քրեական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր համարվում են Պուտինի ուղիղ շրջապատը։ Ես ուզում ասեմ, դա Հայաստանի հետ կապ չունի։ Անմիջական շրջապատն է։ Ըստ էության ավելի ու ավելի բյուրեղանում է մեր երկրին, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող երկու հիմնական սյուները՝ կոռուպցիա եւ քրեական բարքեր, քրեաօլիգարխիա, որը թույլ չի տալիս երկիրը առաջ գնալու եւ Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները ուղիղ ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները շատ լավ ընկալում եւ հասկանում է, թե ինչ բարքերի եւ ինչ արատների պատճառով է ինչի վրա է հիմնված համակարգը։ Այո, հետխորհրդային գոնե Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները ինչով են պահում իշխանությունը։ Այդ չեք կարծում, որ նաև այդ ցուցակի հետ բազմաթիվ քննարկումներ եղան, որտեղ այդ ցուցակում ընդգրկված մեր հայրենակիցը ուղիղ կապ ուներ նաև
մեր երկրի հետ, մեր երկրի իշխանավորների, նաև ինչու՞ չէ գործարարների հետ եւ սպասվող նոր ցուցակը, այսպես կոչված վատ տղաների, որ պետք է հրապարակվի հունվարի վերջին եւ գուցե նրանց նկատմամբ էլ ինչ որ մի օր պատժամիջոցներ կիրառվեն։ Չի բացառվում, որ այնտեղ եւս տեղ գտնեն մեր հայրենակիցները, ովքեր այս կամ այն կերպ կապ ունենալով Ռուսաստանի իշխանության հետ, առնչվեն նաեւ Հայաստանի հետ եւ գնալով ավելի ու ավելի կարծես թե առարկայանում է այն վտանգները, որոնք որ անուղղակիորեն գոնե Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներից կարող է կրել Հայաստանը։ Տեսեք, այն որ կոռուպցիան մեր թիվ 1 պրոբլեմն է դարձել ներքին առումով, դա միանշանակ է եւ դեսպանները ես արդեն կարծում եմ երևի հոգնել են, այնքան են դրա մասին խոսել։ Եվ բոլորս նաև իշխանությունները տարբեր ելույթներում, տարբեր մակարդակներում դա նշում են, կապ չունի հիմա ՀՔՑ-ի, չգիտեմ, տարեկան հավաքինական գլխավոր դատախազության, դա միշտ է ասվել։ Կոռուպցիան ինչ է վերջերս։ Կոռուպցիան հնարավորությունների սահմանափակում է։ Ինչ որ մարդկանց արտոնություններ տալու մոտեցում է, եւ քաղաքական այնպիսի համակարգ է, որտեղ որ իշխանությունը ունի դոմինանտ նշանակություն մյուսների նկատմամբ անհավասարություններ ձևավորելու եւ այդ ամենի արդյունքում երկրում իշխանությունը երբ որ բաշխվում է ընտրությունների միջոցով, դա տեղի ունենում անարդար։ Ցանկացած երկիր, որ ուզում ենք մենք տեսնել, արդյոք այս երկիրը նորմալ ֆունկցիոնալ երկիր է եւ արժե այնտեղ ինչ որ բան անել կամ հույս կապել, պետք է նայել ինչպես է բաշխվում իշխանությունը եւ այդ բաշխման մեջ ովքեր որքան դեր ու նշանակություն ունեն։ Եկեք նայենք տեսնենք Հայաստանում իշխանությունները ինչպես է բաշխվում եւ երբ որ ասում են օրինակ ինչի եք բողոքում, կենտրոնական բանկի խորհրդի անդամներին բա խորհրդանը չի նշանակելու։ Չեք ամաչում, բա նախագահային խորհրդանն է, չէ՞ ընտրում։ Բա ոնց կարելի է ասել որ խորհրդանական երկիր չեն դառնում։ Բա գլխավոր դատախազին դուք չեք ընտրում։ Բա սահմանադրական դատարանի անդամներին։ Եվ եկեք նայենք տեսենք որտեղ ա որ ընդդիմությունից սա կախված եղել։ Մի մարդու գոնե ընտրվելու հարց է խորհրդանում եւ նոր խոսանք իշխանության բաշխման մասին։ Այսինքն Հայաստանում իշխանության բաշխմանը քաղաքական ուժերը չեն մասնակցում ընդհանրապես։ Մասնակցում է մի ուժ։ Հետևաբար ամբողջ քաղաքական համակարգը փդած է եւ հիվանդ։ Եվ նաև այս վերլուծության արդյունքում մենք գալիս եզրահանգում ենք, որ եթե իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարեն, այնպես ինչպես որ պետք է որ պայքարեն, նրանք կզրկվեն իշխանությունից։ Եվ հենց սա է դիլեման, որ երբ որ ասում են մենք պետք է պայքարենք, դա ինչ նկատի ունեն։ Դա նկատի ունեն 5 հոգի դասախոս, որը $50 կաշառքավերց է, թե կոռուպցիան այն ուղնուցուցով ոնց որ ես հիմա նկարագրում թե դա ինչ է նշանակում։ Կամ հիմա բուհերի հաշվարկնարկում, նոր բուհական օրենք են ուզում բերեն, բան կրթությունը։ Եկեք ֆիքսեք մի բան։ Օրենքով ֆիքսել են որ բուհերում քաղաքական գործունեությունն արգելված է, բայց չեք կարող մտնել քաղաքարշավանեք, բայց մենք հանրապետականներս բոլոր հնարավոր բուհերի խորհուրդների նախագահներն ենք։ Այսինքն մենք, հա, նախագահ, մենք բոլորս, ինքն նախագահն Աշոտյանն, չգիտեմ, Սաղ Շարմազանովն, բոլորը ինչ որ բուհի խորհրդի նախագահ են, կամ անդամ են, կամ խորհրդում են, հա։ Այսինքն ինչ նշանակում, որ պետական համակարգում կամ մի ուժ, որ ունի մոնոպոլիա կրթական համակարգում քաղաքական գործունեություն ծավալելու, իսկ մյուսներին չի կարելի։ Հիմա կամ պետքա բացել, ասել բոլորդ եկեք քաղաքական քարոզ արեք բուհերում, հա։ Բոլորդ եկեք այդ խորհուրդներում ներգրավեք, բան թող մի հոգի դիմությունից եղնի կամ 5 հոգի, չգիտեմ ինչ, կամ ոչ ոք չլինի։ Սա է կոռուպցիան։ Սա կոռուպցիան է։ Երբ որ ասում էին, գիտեք ինչ կա, մեր գիտնականները վատն են, բան գիտությունը չեն զբաղվում, պաշտպանում են, բան գցում են այդ դարակներում գցած այդ թեզերը, բան գնան բանակ լավ կլինի, բան ով է արել դա։ Ով է այդ համակարգը հիմնել։ Դա է կոռուպցիան։ Այսինքն այնքան բան կարող եմ ես ասել, որ դա է կոռուպցիան։ Այսինքն կոռուպցիան հիմա Կարեն Կարապետյանը հրճակել է նոր ռազմավարություն կոռուպցիայի դեմ։ Ու Կարեն Կարապետյանն էլ եւ իրանից առաջ եղած վարչապետն էլ որևէ մեկը ռիսկ չի արելու, ռիսկ չի անի, ձեռք տալ այդ մատնանշած համակարգերին, որտեղ իրեն որպես այդպեսին դրանց չեն ճանաչել որպես կոռուպցիա։ Տեսեք, ամեն հիվանդություն կարող է բուժվել, եթե դու ճանաչում ես իրան որպես այսինչ հիվանդություն ու սկսում ես այդ ինչ հիվանդության դեմ քայլեր ձեռնարկել։ Եթե դու չես ֆիքսել, որ դա կոռուպցիա է, որ իշխանության բաշխման սկզբունքային թերություններ կա, խնդիրներ կա, ոնց ես պայքարում։ Մնացած մասով, որ ասում են կոռուպցիայի դեմ պայքարում ենք, իրենք դա հասկանում են հետեւյալը, որ օրինակ ասենք վարորդական իրավունքները հիմա ասենք, եթե ինչ որ տոկոսային բան կա, ընկալում կա, ասենք կոռուպցիայի ընկալման ինդեքսը։ Կոռուպցիան չկա, բայց ընկալումը բարձր է մեր երկրում, շատ խայտարակ բան է, չենք հասկանում թե որտեղից է գալիս։ Այսինքն եթե դուք տեսնում եք որ վարորդական իրավունքներ են ինչ որ կաշառքով բաժանվել, համակարգ են փոխում, եկե տեսնես վարորդական իրավունքի կաշառքով բաժանելու այդ գինը թանկացել է։ Ասենք մի անգամ ես մի դեպք եմ պատմում,
փայտ անելու հետ կապված էլի, որ մարդիկ գնում են անտառներից թաքուն, բան գործ են անում, հիմա ծառեր են գտնում, վաճառում են կամ տանում են տանն են վառում տնտեսական նպատակներով կամ անձնական ընտանեկան նպատակներով, ամեն դեպքում։ Ասում եմ, կուբամետրը արժե, ասենք 10000 դրամ, հա, կամ 5000 դրամ, կամ 6000 դրամ, էական չի։ Մեկ էլ ասում են, ասենք 6000-ից դարձել է 10000, ասում եմ, ի՞նչ ապատ է, որ ինչի է թանկացել փայտը, ասում են, բանը վերահսկողական ծառայությունն են տեղա, դրա համար արդեն 10000 է դարել։ Դժվար ենք հանում փայտը, էլի։ Դժվար ենք դուրս գալի ճանապարհին մի քանի օկու փող ենք տալի, բան դրա համար թանկացել։ Այսինքն ավելի լավ է ծառայությունը չգնար հսկեր էլի այս մարդկանց, այսինքն նույնը դատական իշխանության մեջ է։ Ասենք չեք խիստ պատիժներ տալիս, հո դուք դահիճ չեք, դուք սադիստ չեք, այդ ձեր ցավը տանեմ։ Ասում են, գիտեք որ ցածր ենք տալիս պատիժները, մտածում են որ կաշառք ենք վերցրել։ Ստիպված ամենավերջին, ամենաբարձր պատիժներն ենք տալիս։ Մարդկանց ուղարկում ենք բանտեր, եսիմ ինչ տարիներով, որ ասենք պրակտիկայից էլա դուրս էլի, ասենք նայում ես։ Հա, ինչի, որտեղ վախ կա, որ կասկածեն, որ ինքը կաշառք է վերցրել։ Սա չի կոռուպցիայի դեմ պայքարը։ Սա ուղղակի մի ավելի հիվանդագին բան է, որ գալու է ընդհանրապես քանդի եղածնել ինչ որ կա։ Եվ այս մոտեցումները, տեսեք, տարբեր օրինակներ են բերում, տարբեր համակարգերից, որ մենք իրապես տեսնենք, թե ինչ նկատի ունեն այս մարդիկ կոռուպցիայի դեմ պայքար ասելով, ու իրականում ինչն է կոռուպցիան, ինչի դեմ է պետք պայքարել։ Այսինքն ինչ դատավորը վախենա մեղմ պատիժ սահմանի իր ներքին համոզման հիման վրա եւ մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելով մտածի որ սաղ կասկածում են որ ինքը կարող է կաշառքավերցնում ու եթե մեղմ տա հաստատ կասեն որ կաշառքավերցրել ու ոչ ոք չի հարցնելու իրան ու չի լինելու due process որ տեսնեն դա վերցրելա թե չէ, կարող չհարցնեն, տենց իրան է, տես դատեն գնա, էլի։ Տես մի հատ անեկդոտ կա, չգիտեմ, եթերային չէ, փողակի թե չեք պատմեի նապաստակի եւ անտառի մասին, այն որ չեն հարցնում, վերջում են ստուգում։ Այսինքն մեր մոտ այդ ձևի է այդ կոռուպցիայի դեմ պայքար։ Ինչ որ անկապ մարդկանց բռնելն ստացել են, այն մնացածներն ասում են անարդար է եւ Մարեկ Նավիցկին, երբ որ իր հայտնի լեկցիայի մեջ պատմում է այդ աղեփելու պատմությունը, ասում է թե սովետական միության մեջ լիներ, միլիցիան կգար եւ 5 հոգի ովքեր աղ էին եփել, դրանց կծեծեր, ուրիշ 5 հոգի ովքեր աղ էին եփել, դրանց չէր ծեծի ու բաց կթողներ։ Ուրիշ 5 հոգի ովքեր ընդհանրապես կապ չունեին, տենց անցնում էին, նրանց կծեծեր, եւ ուրիշ 5 հոգու ովքեր էլի անցնում էին, կապ չունեին, դրանց կբռներ։ Որ անորոշություն տարածեր եւ ոչ ոք չհասկանար, վերջի շփտի աղ եփես որ ծեծեն, բռնեն, նստացնեն, թե չեփես, թե անցնելուց կարող ես բռնեն, նստացնեն, դու չհասկանաս, քո վարքը չկարողանաս գիտակցաբար կազմակերպել եւ կարգավորել։ Սրանք իրավունքի գերակայության պետականաշինության սկզբունքային հարցեր են։ Եթե մենք այս խնդիրները չենք լուծում, մենք անընդհատ sense ելույթներ ենք ունենալու։ Ասենք, չգիտեմ, գնանք հիմա նայենք, ասենք Վարդաշեն քրեակատարականի հիմնարկում, հա մի 10 հոգի մարդ գտնենք, այն մեկը ասենք $100 է մեկից կաշառք վերցրել, բան։ Մերոնց պատկերացած կոռուպցիան դա է։ Իրանք դրա դեմ են պայքարում, էլի։ Այն մյուս տարի սպասվում են լուրջ նաև փոփոխություններ, գնաճ պայմանավորված Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքով, որը վերջապես ուժի մեջ է։ Եվ նաև մեր հարկային օրենսգրքի հետ։ Եվ նաև մեր հարկային օրենսգրքի եւ ըստ տարբեր մասնագետների մենք պարզապես մեզ տրված արձակուրդը Եվրասիական տնտեսական միության կամացավարտվում է։ Չենք արդյունավետորեն օգտագործել եւ այն հնարավորությունները, որ իսկապես գուցե եւ այդ 170 միլիոնանոց շուկան ընձեռում էր Հայաստանին, Հայաստանը չի օգտագործել եւ մենք առաջին հարվածները, ուղակի հարվածները ԵՏՄ-ից եկող կզգանք մոտ օրերս։ Ես ասեմ արդեն թանկացումները կան, որտեղ որպեսի շատ տատանումը մեզ չլինի, իրենք սկսել են նոյեմբեր ամսից այն ապրանքները, որոնք որ մաքսատուրքերը փոխվում են, թանկացնել մինչև հունվար։ Եվ հունվարին կֆիքսեն արդեն կոնկրետ ինչ-որ գին, նույնը բենզինի մասին կարող եմ ասել, որտեղ հունվարի 1-ից բենզինի ակցիզային հարկ է ուժի մեջ մտնում, թանկացվում է հարկը, որը ի դեպ մեծ հաշվով կապ չունի ԵԱՏՄ-ի հետ եւ մեր նոր հարկային օրենսգրքի հետ է կապված, այսինքն արդարության համար պետք է նշեմ, որ ԵԱՏՄ-ից զատ նաեւ մեր ներքին օրենսդրությունը այնպես է արված, որ թանկացումներ լինեն եւ չգիտեմ ինչ եկամուտներ են ակնկալում դրա հաշվին, բայց դա կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ մնացած առաջնային սպառման ապրանքների թանկացման համար։ Եւ սրա մասին նաեւ խորհրդանում խոսեցինք, բայց անարձագանք, այսինքն չէ, այտենց որոշվել է, որ սերմված գազը պետքա թանկանա, որովհետեւ չկա ակցիզային հարկ, հիմա կա, դե ծխախոտն ու օղին parza արդեն բոլորը գիտեն, բայց ես մեծ հաշվով այստեղ նաեւ հիմա մարդիկ կան ասում են մեկը ծխողը պետքա ծխի, ինքը դժվելու է, բայց ես մի քիչ առողջ ապելակերպի կողմնակից եմ, կարծում եմ ծխելու դեմ պայքարի միջոցներից մեկն է հենց ակցիզային հարկը թանկացնելու մեջ է, բայց ամեն դեպքում
ծխախոտն ուղին մի կողմ դնենք, մենք կոնկրետ խնդրեմ ունենք առաջնային սպառման ապրանքների մասով թանկացումներ ունենալու ենք։ Ու ԵԱՏՄ-ից վերցրած արտոնությունների համակարգը տարի սպառվելու է։ Օրինակ 20 թվականին մեքենաների հետ կապված է ուժի մեջ մտնելու։ Այս տարի ուժի մեջ է մտել կահույքի հետ կապված։ Ես հիմա գիտեմ, որ այն լամինատները, որներ էին մուծվում երրորդ երկրներից եւ որակով եւ էժան, այլևս չեն կարողանում ներմուծել, որտեվ թանկ է, որտեվ մաքսատուրք կա բարձր։ Հիմա ռուսականն է գալիս, որը անորակ է եւ բազմաթիվ արտադրամասեր խնդիրներ ունեն, որտեվ դրանով պատրաստում են եւ այն նախկին որակը չեն ստանում եւ բավականին մեծ դժգոհություններ կա։ Այսինքն մենք սկսել ենք սպառել անորակ ապրանքներ։ Էժան միգուցե, որոշ դեպքերում թանկ, բայց անորակ։ Այսինքն մեր զարգացվածության վրա սա իր ազդեցություն ունենալու է, որտեղ տեխնոլոգիաները կարող էին զարգանալ, թե մենք ազատություններ տայինք այս ոլորտում նաև։ Պարոն Մարուկյան, ամփոփելով 2017-ը հետընտրական առաջին տարին է, երբ դուք նաև ձեր գործունեությունը իմի բերելու, այսպես հասկանալու ձեր կատարած աշխատանքի արդյունավետությունը մի շատ կարևոր շրջան է։ Ամբողջ այս ժամանակահատվածում նշել եք, որ դուք չունեք բավարար հնարավորություններ իրապես ներազդելու այս քաղաքական համակարգում մեծամասնության քաղաքական մեծամասնության վրա, այ ինչ եք անելու, որպեսզի հաջորդ ընտրություններին ելք դաշինքը կամ ձեր առանձին քաղաքական ուժեր ավելի մեծ ծավալով եւ չափով ներկայացված լինի ազգային ժողովում եւ դուք ավելի մեծ չափաբաժին ունենաք փոփոխությունների հասնելու համար։ Շատ լավ հարց է, տեսեք, ես կարծում եմ, որ մենք առաջին հերթին պետք է այն հավատը մեր արած գործի նկատմամբ, որ մենք ունենք, պետք է կիսվենք մեր քաղաքացիների հետ։ Մենք պետք է օնի բուն գիշեր ցերեկ աշխատանք տանենք քաղաքացիների հետ եւ նրանց պատրաստենք այդ փոփոխություններին։ Ներշնչենք դրա հնարավորությունը, կրթենք նրանց, աշխատենք նրանց հետ, որ մնում է այդպիսի հնարավորություն։ Միանշանակ մնում է, միանշանակ դա կա։ Եթե չլինի այդ հնարավորությունը, ես ինքս դուրս կգամ քաղաքականությունից, որտեվ ձեր շատ քաղաքական հակառակորդներ հենց դրա արդյունքում ծայրահեղ։ Այո, չէ, դա տեսեք, իշխանությունն ինչ անում։ Իշխանությունը փորձում է փակել բոլոր հնարավորությունները, որ դու մարգինալանաս եւ գնաս վերցնես զենք, որ քեզ նստացնի։ Դա շատ տրամաբանական, շատ կազմակերպված գործընթաց է։ Որ պահին, որ դու մտար այդ ատելության դոզայի մեջ եւ վերցրեցիր զենքը, դու պարտված ես։ Դու պարտված ես իշխանության ձևավորած խաղի մեջ։ Այդ խաղը ինքն է ձևավորել։ Եվ որքան դու հանգիստ, առանց նյարդայնանալու, խաղաղ քայլես առաջ եւ քո քայլին միացնես բազմահազարանոց քաղաքացիների, դա կդառնա շարժում եւ դա խաղաղ process-ներով կբերի փոփոխությունների։ Դու որևէ պարագայում չպիտի տրվես իշխանության կողմից ձևավորած այդ սև ու սպիտակի մթնոլորտին, որ կամ սպիտակ ես կամ սև ես, կողմնորոշվի։ Հենց դու մտար այդ դաշտ, դու արագ դառնում ես բան, իրենց պատկերացած քրեական օրենքով։ Ինչպես եք պատրաստում ընդլայնվել։ Մենք ես կարող եմ մեծանալ, իմ տեսլականը իշխանությունները շարունակելու են նույն մեթոդները, փողերը շարունակելու են գործի դրվել, փոքր քայլերի հաղթանակներով շարժվենք առաջ։ Այսինքն փոքր խնդիրներ դնենք մեր առաջ, եւ ասում եմ փոքր նկատի չունեմ ինչ որ մի շքամուտքի խնդիր, այլ օրինակ, չգիտեմ, կոնկրետ ինչ որ ոլորտում կա թանկացում, հա, դրա դեմ կոնկրետ պայքար մղել։ Կոնկրետ ինչ որ մի ոլորտում մոնոպոլ դիրք զբաղեցնող կոնկրետ գործարարի ձևավորած համակարգի դեմ պայքար մղել, դա փոխել։ Որտեվ դրանք կբերեն հաղթանակների եւ կրեդիտի աճի, քո ընդդիմության լինելու, քո քաղաքական միավորի աճ կբերի դա։ Եվ դրա արդյունքում նաև դուք կարողանաս քաղաքացիներին ցույց տալ, որ դու ունես հաջողության պատմություններ։ Մենք հիմա էլ ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ, բայց այդ հաջողության պատմությունը պետք է կարողանաս լավ մատուցել, որ քաղաքացին տեսնի, որ դա հնարավոր է։ Իսկ դա օրնի բուն աշխատանք է իրենց ենթադրում։ Ես պատկերացնում եմ, որ մենք պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք մարդկանց հետ։ Մենք պետք է նոր քաղաքական միավորներ ներգրավենք ելքդաշինքի շարժման շրջանակներում։ Մենք պետք է նոր մարդկանց բերենք քաղաքականություն, հնարավորինս քաղաքականացնենք այն ապա քաղաքական, բայց միջին խավի ներկայացուցիչներին եւ այդ մարդկանց համախմբման արդյունքում ավելի մեծ փոփոխությունների ակնկալիքով նոր process-ներ սկսենք, որովհետեւ երբ որ դու լինելով փոքր սեգմենտի ներկայացուցիչ մեծ խնդիր ես դնում քո առաջ, առանց մեծանալու, դու այդ մեծ խնդիրը չես կարողանում լուծել։
եւ դու ես հիասթափվում եւ քո հետ եկող մարդկանց ես հիասթափեցնում եւ հետո ասում են էլի էս ընդդիմությունը չգիտեմ ինչ արավ եւ այլն եւ այլն դա նաեւ մեր եղած 20 տարվա ընդդիմադիր ուժերի նաեւ սխալներից է որ մենք բնականաբար վեր ենք լուծել ես երբեք չէի ուզենա որ որևէ մեկի սխալը ինքս կրկնեմ Դուք որոշել եք մեծանալ որպես ելք ես իմ տեսլականն եմ ասում որպես կուսակցություն որպես լուսավոր Հայաստան առանձին ուժեր ասեք ելքը այս պահին միասնական ընդդիմությունն է միավորված ընդդիմությունն է բայց միավորված ընդդիմությունը այս պահին ունի 9 մանդատ դա քիչ է ուրեմն ընդդիմությունը քիչ է միավորվել հա ուրեմն քիչ քաղաքացիներեն իրենց ներդրումը կատարել ուրիշ սեգմենտներ այսինքն ես խոսում եմ մի բանի մասին որը ավելի մեծ է քան լուսավոր Հայաստանն է որ ավելի մեծ է քան ելք դաշինքն է ես խոսում եմ ավելի մեծ բանի մասին որը կբերի մեծ սպասված փոփոխությունների ուրիշ տարբերակ մենք չունենք այսինքն մենք որ նստենք ասենք որ գիտեք դե մենք 9 մանդատ ունենք այս 9 մանդատով այս կարանք անենք ու ապագայի տեսլական չունենանք դա չեղավ գործ եւ մեր խորհրդան մտնելուց սկսած էլ մենք այդպես չենք արել մենք ասել ենք որ 9 մանդատ ունենք ժողովուրդ ջան մեզանից 60 մանդատի բան հենց հիմա մի պահանջի որովհետեւ չենք կարող անել բայց այս 9 մանդատը բազմապատկելու ձև կա եկեք դա խոսանք եկեք դա քննարկենք եկեք իրար հասկանանք որովհետեւ ուրիշ տարբերակով այդ մարգինալ քաղաքական, եթե կարելի է դրան քաղաքական անվանել, տրամաբանությունը տարածելով, բնականաբար որևէ բան չի ստացվի։ Մենք կունենանք նոր խնդիրներ, նոր ցնցումներ, նոր արտագաղթած մարդիկ, նոր քաղբանտարկյալներ ու որևէ հարցի չլուծում։ Եվ ասենք դա ճանապարհ չի, ես ինքս այդ ճանապարհին երբեք չեմ հավատացել, եւ իմ գործընկերներն էլ այդ պատկերացումների մեջ են, եւ մենք շարժվում ենք մեր պատկերացրած խաղաղ փոփոխությունների ճանապարհով։ Կրկին շնորհավորում եմ ձեր գալիքը ամանորը պարոն Մարուկյան եւ մաղթում եմ իսկապես արգասաբեր տարի ձեր աշխատանքում, ձեր նպատակներում։ Շնորհակալ եմ շատ, ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, ձեր աշխատակազմին եւ հուսով եմ, որ 2018 թվականին ավելի շատ դրական լուրեր կունենանք լուսաբանելու։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Ելք դաշինքի համահիմնադիր, ազգային ժողովի Ելք դաշինքի падգամավոր, լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը, մնացեք բարով։